Բարերեկոս երևի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկրոսի պոդքասթի հաղորդաշարը։ Այսօր իմ զրուցակիցն է քաղաքական տեխնոլոգ Նարեկ Մալյանը։ Շնորհակալություն Նարեկ, որ այսօր եկեք մեզ մոտ։ Ձեզ շնորհակալություն լավերի համար։ Ես երբեմն լինում են իմ մոտ հյուրեր քաղաքական տեխնոլոգներ, բայց մինչև վերջ ես չեմ հասկանում դա ինչ է նշանակում։ Դա քաղաքական գովազդով եւ հակագովազդով զբաղվող մարդիկ են, հա։ Այո, մոտավորապես ճիշտ եք, քաղաքական հակագովազդը Safe PR-ն է, ինչպես հայտնի ավելի շատ Safe PR անունով, ես ժամանակին ասել եմ, որ Safe PR-ը քաղաքական տեխնոլոգիա համար, դա ինչպես Safe Got-ին կարատեիստի համար, այսինքն լավ բան է, հա։ Դա քաղաքական տեխնոլոգի համար ձեր տիրապետել Safe PR-ի ճիշտ տեխնոլոգիաներին եւ կիրառմանը դա ձեռքբերում է քաղաքական Այդպիսի սենսեյներ կան, հա, Safe PR-ի Հայաստանում։ Այստեղ Հայաստանում ցավոք սրտի չկան։ Դուք էլ չեք։ Չէ, ես ինձ չեմ համարում առանց ավելորդ համեստության ասեմ, ես ինձ չեմ համարում այդ կլասի քաղաքական տեխնոլոգ, որը դեռ արդեն սովորելու ոչինչ չունի։ Ես դեռ շատ բան եմ սովորելու։ Երբ քաղաքական տեխնոլոգ եմ ես պատկերացնում եմ Գլեբ Պավլովսկուն, նա շատ ուժեղ, հա, ձեր մասնագիտության շատ ուժեղ մասնագետ է։ Այսինքն չափանիշը, գիտեք, դեռ կա խոհանոց, ներքին խոհանոց գոյություն ունի ու որպեսզի գնահատես նա ուժեղ է թե ուժեղ չի, ու պետք է ծանոթ լինես նրա իրականացրած գործերին, նրա գործընկերներին, այսպես անվանում են կլիենտներին, գործընկերներին ու նրանց հետ կատարված աշխատանքին առանձին, որտեղ ամեն մի մարդ, ամեն մի քաղաքական թեկուզ ուժ կամ քաղաքական գործիչ առանձին անհատական մոտեցում է պահանջում, իսկ դա ցավոք սրտի հնարավոր չի, որովհետև քաղաքական տեխնոլոգիա աշխատանքը ցավոք սրտի կամ բարեբախտաբար միգուցե որոշակի գաղտնիության մեծ մասը աշխատանքի ինքը անցնում է գաղտնիության, ասած գիշերվա փողի տակ։ Այս նույն դեպքում բարձա որ այս մարդը աշխատում էր Պուտինի եւ Եդինա Ռոսիայի համար, բարձա չէ, ասենք ուրիշ կուսակցությունների համար նա չէր աշխատում։ Հիմա դուք էլ աշխատում եք ինչ-որ կոնկրետ կուսակցությունների համար, թե դուք ով որ պատվերի կոպիտ ասած նրա համար եք աշխատում։ Բնականաբար ասել այդպես որ կոնկրետ ինչ-որ համոզմունքներից ելնելով աշխատում եմ ինչ-որ մի քաղաքական ուժի կամ քաղաքական կուսակցության հետ, դա այդպես չի կարող լինել։ Դա ասենք մոտավորապես նույնը կլինի, որ ոնց որ ասենք օրինակ տաքսիստը բանից կենտրոնից Կոմիտաս հասցնի մենակ ենթադրենք իշխանամետ ուղևորներին, օրինակ կամ ընդդիմադիր ուղևորներին։ Եվ նաև այնպես չի, որով պատվիրի ընդունվում է պատվերը, մի քիչ ես ինչպես է դուրը բացում, ինչպես ազատես վարպետ թե չէ եւ այլն։ Հա, չէ, իմ պարագայում, քանի որ այդքան էլ շատ չեն այս ոլորտի մասնագետները Հայաստանում, ինձ հնարավորություն է ընձեռնված ընտրելու այն մարդկանց կամ քաղաքական ուժերին, որոնց հետ ես ուզենայի աշխատել, այսինքն ես այդ հնարավորությունը ունեմ ընտրելու։ Անցնենք քաղաքական իրավիճակին, ուրեմն եւ մեր հեռուստադիտողների հարցերը, իդեպ 4 հոգի արդեն ուղարկել են հարցեր եւ դա վատ ցուցանիշ չի, ես ասեմ, հա։ Ինչպես է ասում է, չի ներկայացել։ Ինչպես կարելի է երկխոսել մոնղոլ թաթարների եւ ավազակապետերի հետ, ինչպես այս իշխանություններին անվանում է ՀԱԿ-ը։ Ես նաև մի փոքր ներկայացնեմ, ես նաև Pravda.am կայքին կայքն է, շնորհ շատ-շատերը ինձ գլխավոր խմբագիր են մեծարում, բայց ես մենակ եմ այդ կայքում, այսինքն ես ու իմ նոթբուքն ենք այդ կայքում, որտեղ վերջերս ներկայացրել էի երկխոսության մասին մի համապարփակ վերլուծություն, երկխոսություն թե երկիշխանություն վերնագրով հարց տվողին ես կպատասխանեի հետևյալ կերպ, որ մենք արդեն 17 տարի է երկխոսում ենք
ըստ որոշ պատմական տվյալների ցակումով թաթար, հա, ադրբեջանցիների հետ մենք նկատի ունենք Հայաստանը։ Այն էլ այնպեսի լուրջ ընդհարում պատերազմական գործողությունից հետո, այդքան արյունալի գործողությունից հետո երկխոսում ենք եւ ըստ իս նաեւ շատ մոտ է հանգուցալուծում այդ երկխոսության։ Դեպի լավը թե դեպի վատը։ Մեզ համար բնականաբար։ Ես կարծում վստահ հուսով եմ ու նաեւ ունեմ ինչ-որ տես մի ամիտ վստահություն, որ դեպի լավը մեզ համար կլինի։ Ես այդ հույսը իմ մեջ կմնա, որտեղ եթե դեպի վատը լինի, ես կարծում վատը ամեն դեպքում լավն ու վատը դա կորոշի հասարակությունը։ Թող հասարակությունը որոշի լավ ելք կունենա բանակցությունը, թե ոչ։ Քանի որ Ադրբեջանի հետ բանակցում եք, ապա այս մոնղոլ թաթարներից ցանկացած sense ես հարցը այսպես կվերաձևակերպեմ, ասենք բուն հարցի էությունը։ Ասենք ինչպես եք պատկերացնում իշխանության հանձնում օրինակ։ Ասենք օրինակ, բայց եթե պատկերացեք իշխանության հանձնում է տեղ ունենում, իշխանապողություն է եթե մենք տեղ ունենում։ Ոնց է այդ մեխանիզմը, մեխանիկական այդ վիճակը։ Դե մի անգամ եղել է 90 թվականին, Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Հա։ 98 թվականին ոչ չի եղել իշխանապողություն, ինքը լրիվ ուրիշ հենց քաղաքական տերմինոլոգիա, ինքը լրիվ ուրիշ անվանում ունի, այն ինչ տեղի ունեցավ 98 թվականին։ Ասենք հեղաշրջում էր։ Հա, իհարկե։ Դա պալատական հեղաշրջում էր։ Եթե որևէ մեկը կասի, որ 97 եւ 98-ի մեջ քաղաքական առումով, ենթադրենք, օրինակ մենք ապրում էինք բռնապետական երկրում, դարձանք ավելի դեմոկրատ, հա, ինչ-որ բան փոխվեց քաղաքական ասպեկտով, որից է բան փոխվեց երկրի քաղաքական կառուցվածքում։ Իհարկե ոչ, այսինքն տեղի ունեցավ ուղղակի ներքին ինտրիգային, պալատական ինտրիգների արդյունքում տեղի ունեցավ ինչ-որ փոփոխություն, որը հիմա այսպես չի ոչ մի Հայաստանի Հանրապետությունը, նորանկախ հանրապետությունը իր 20 տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ է կանգնում երկիշխանության այդ փաստի առաջ։ Առաջին անգամ դա 88-ից սկսված շարժման արդյունքում, երբ որ 90-ականներին դուք ավելի լավ կհիշեք, պարոն Աբրամյան, 90-ականներին Կոմկուսը ձևական ֆորմալ իշխանություն էր ներկայացնում, դե յուրե Կոմկուսը իշխանության էր դեռ, սակայն դե ֆակտո այլևս իշխանության չէր, այսինքն դեռ ինչ-որ Կոմկուսի քարտուղարներ էին նշանակվում, դրվում եւ այլն, բայց դրանք էական ազդեցություն, էական, իսկական, իրական իշխանություն պետությունում արդեն վաղուց չունեին։ Իրական իշխանությունը լրիվ ուրիշ տեղ էր գտնվում։ Մինչև 90 թվականի ամառը, երբ ընտրվեց Տեր-Պետրոսյանը 91 թվականը, 91-ին արդեն ֆորմալիզ, արդեն լեգալացվեց այդ իշխանությունը, որը որ իրականում, այսինքն այն իշխանությունը, որը դե ֆակտո իշխանություն էր, եկա դարձավ 91-ին էնի։ Երկրորդ դեպքին եմ կուզենայի անդրադառնալ, երկրորդ դեպքը երկիշխանության 1999 թվականի մայիսի 30-ի ընտրությունների արդյունքում, երբ որ միասնություն դաշինք եկավ իշխանության, այսինքն երկրում դե ֆակտո հաստատվեց էլի երկիշխանություն, բայց այդ երկիշխանությունը գոյատևեց մինչև 99 թվականի հոկտեմբերի 27-ը։ Առաջի օրինակով երկիշխանությունը ծնվեց, ապրեց եւ տվեց իր պտուղը, դա ես կասեի դեպի դեմոկրատիա անցման գլխավոր նախապայմանն է, այսինքն երբ որ իշխանությունը դե յուրե իշխանությունը որ ունի իշխանական լծակներ, ինքը համակերպված է ապագայում ընդդիմություն դառնալու հեռանկարի հետ։ Երբ որ համակերպված չի, այսինքն իրան թվում է ինքը հավերժ է, երևս ասենք մի 100-200 տարի իր թորներով, ծորներով ինքը գնալու է պահելու է իշխանությունը, այդ դեպքում բնականաբար չի ստացվում այդ։ Եվ ճակատագրի հեգնանքով ուղիղ 12 տարի հետո, այսինքն 2011 թվականի մայիսի 28 ես համարում եմ դա սկզբնահաշվարկ, այսինքն երկիշխանության սկզբնահաշվարկ, քաղբանտարկյալների բաց թողնումով ստեղծվեց Հայաստանում նախադրյալ երկիշխանության
այսինքն կա իշխանություն եւ կա նաեւ հասարակության որոշակի ուժ մոբիլիզացված իդեմս հակի մի քիչ նույնիսկ դժվար է դա ուղղակի քաղաքական ուժի մեջ տեղավորել հակի այդ կազմակերպված հակի այդ կոնստրուկցիան ավելի հասարակության բաժն արտահայտում ու հիմա մենք գտնվում ենք ես չեմ վախենում այդ արտահայտությունից մենք գտնվում ենք 1999 թվականի հոկտեմբերի 26-ի իրավիճակում սարսափազդու բառ եք ասում չէ սարսափազդու բառ չեմ ասում դա իրավիճակ ինքը քաղաքական իրավիճակը հիմա Հայաստանի Հանրապետությունում այդպեսին է այսինքն կա երկրում քաղաքական ուժ որը չունենալով իրավական որևիցե լծակ իշխանության մեջ ինքը կարողանում լուծել որոշակի հարցեր երկրում այսինքն այդ նույն օրինակ եմ ասում արդիկի ասենք բանտապետի համար այդպես էլ հանելուկ մնաց թե կոնկրետ իր ղեկավարը ես լուծուտ բան եմ ասում ասենք բան հիպոթետիկ ինչ-որ օրինակ եմ բերում հանելուկ մնաց ով է իր կոնկրետ իր ղեկավարը հա եթե ինքը ասենք օրինակ մի տարի առաջ ինքը հստակ գիտեր ով է իր ղեկավարը ասենք օրինակ արտադրության նախարարը ավելի բարձր նախագահ եւ այլն հիմա ինքը տեսավ որ իր կալանավորներից մեկը ունի ավելի շատ իշխանություն քան հենց ինքը նույն բանտապետը այսինքն ես դա ուղղակի տես ավելի բարձրորոշ է այդ օրինակը բերեցի բայց ինքը տես հոկտեմբերի 26-ի հետ ձեր համեմատությունը մի քիչ կաղում է այն առումով որ Կարեն Դեմիրճյանը ազգային ժողովի նախագահ էր Վազգեն Մանուկյանը Վազգեն Սարգսյանը վարչապետ էր իսկ հիմա ներկայիս հակը այդպիսի պաշտոնի չի զբաղեցնում չէ ուրեմն ձեր հարցերը ձեր դիտարկման հետևյալ կպատասխանեմ նույն Վազգեն Սարգսյանը կարող է լինել եւս ասենք 20 տարի վարչապետ, նույն Կարեն Դեմիրճյանը կարող է լինել եւս 20 տարի ազգային ժողովի նախագահ, չձգտեր ձգտումը դեպի նախագահական աթոռ չլիներ քայլ, որովհետեւ քայլ տեղի չունենար, բայց այսինքն լիազորությունները բաշխված էին քաղաքական ուժերի մեջ հավասարաչափ այո իրավիճակը տարբեր է այդ առումով այսինքն այստեղ հավասար էր բաշխված եւ միգուցե նաեւ ավելի շատ էր իշխանությունը գտնվում միասնություն դաշինքի ձեռքում քան գործող նախագահի ձեռքում այո համաձայն եմ հավասարը հավասարին այսպես իշխանությունը չես կարող այդ իրավիճակը բանանել լրիվ պրոյեկցիալ այսօրվա իրավիճակը իհարկե բայց process-ը գնում է դրան այսինքն ասենց ասեմ երկխոսության ընդհանուր երկխոսության դիալոգի իմաստը եւ բուն էությունը հենց ինքը երկիշխանությունն է այսինքն դիալոգի իմաստը դիարխիան է երկիշխանությունը ինչի պետք է դիալոգի գնա ուժեղ իշխանությունը ինձ ոչ մեկ երբեք չի կարող համոզել որ ուժեղ այն իշխանությունը որը վստահ է իր ուժերի վրա եւ ըստ իշխանական եւ պաշտոնական տվյալների ասենք 6000 մարդ է գնում հանրավակներին ընդամենը քաղբանտարկյալներ չկան այսինքն այն իշխանական մտածելակերպը որը հենց իդեպ նախատեսված է ոչ թե հասարակության համար որը ամեն ինչ տեսնում ասենք այլ հենց իր իշխանական բուրգի ավելի ստորին օղակների համար, որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է, շատ քիչ մարդ է հավաքվում ազատության հրապարակում քաղբանտարկյալներ տենց այդ քիչ վիճելի է, եւ այլ լիքը տենց հարցեր, որը իրեն ուղղված են հենց այդ իշխանական բուրգի համար։ Ինչի կհարցնեք դուք, ինչի հենց բուրգի համար, ինչ կա վախենալու, չէ՞, որ ասենք մեր մոտ, այսպես ասած, միապետության համարյա ինչ-որ տենց բաներ կան, հա, տարեր կան մեր կառավարման համակարգում։ Իրական առաջին հայացքից միգուցե, բայց դա առաջին հայացքից։ Իսկ ավելի խորքային, երբ որ հայացքով նայում ենք մեր քաղաքական կառուցվածքը, մենք տեսնում ենք, որ իրականում ոչ թե, ասենք, նախագահն անկախ իր անձից որոշում ամեն ինչ, հա, ասենք այդ որոշումները կայացնում օլիգարխների պահով եւ այլն, այլ հենց այդ գոյությունն ունի մի խունտա, մի համակարգ, մի ինչ-որ մարտիկ, մի խումբ մարտիկ, որոնք ուղղակի իրancs մեջից ընտրել են ամենա, այսպես ասած,
մի քիչ ավելի այտենց կոպիտ անջում, ուղղակի համարժեք բառը չկա ավելի, ամենածին զորբային, հա, դրել են նախագահ, որ իրենք իրանց ավելի ապահով զգան։ Ու որ զորբան հիմա Սերժ Սարգսյանն է։ Ես ուղղակի դրա ավելի տարբերակը չկարողացա գտնել, նույն այն մարդուն, որի իշխանության ժամանակ իրենց ավելի ապահով կզգան։ Ու մի օր շատ հնարավոր է, որ այդ իշխանական բուրգը, այդ մարդկանց խումբը ավելի համակարգված կսկսի իր դժգոհությունները արտահայտել գործող նախագահից, որին հենց իրենք են նախագահ դարձրել, ու փորձի ուրիշ ավելի իրենց շահերին համապատասխան ուժ գտնել եւ եթե ոչ բացահայտ անցնել այդ ուժի հովանու տակ, գոնե ինչ-որ կամուրջներ գցել հակառակ ուժի հետ։ Այդ դա հենց այլընտրանքային իշխանությունն է, դա հենց երկիշխանություն, ոնց որ դուք ինձ նեղացրեցիք, ես հիմա կգնամ։ Այսինքն դուք կարծում եք օլիգարխները կարճ ասած կգնան եւ պաշտոնյաները բարձր Լևոնի տակ կգնան։ Ես ոչ թե կարծում եմ, որ օլիգարխներն ու պաշտոնյաները կգնան, ես կարծում եմ, որ կա վտանգ, դա վտանգ է իրականում, դա լավ բան չի, կա վտանգ, որ բուրգը, որի վրա հենված է այսօր Հայաստանում նախագահի ինստիտուտը, այդ բուրգը ուղղակի տակից կփախտնի ու ինչի, բայց դուք մտածեցիք Լևոնի տակ։ Այստեղ կա նաև ուրիշ ֆակտոր, ՀԱԿ-ը եւ իշխանությունը։ Դուք առայժմ Քոչարյանի մասին չեք ասում։ Նավակի մեջ առեսօր 3 հոգի են։ Եվ ինքս չէ որ մենակ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն են։ Գոյություն ունի նաև երկրորդ նախագահ, որը որ դուրս չի եկել քաղաքականությունից։ Երիշխանություն է, հա։ Երիշխանություն չի, այսինքն հայտել չի ինքը, դեռ հայտել չի ներկայացել քաղաքականության մեջ, իշխանություն, ռեալ իշխանությունը ես կարծում եմ որ կգնա դեպի այն կողմ, որտեղ կլինեն այդ 3-ից 2-ը։ Այսինքն այդ 3-ից 2-ը առ այսօր իրար հետ էին, չէ՞, մենք այդ կարծում գաղտնիք ասած չեմ լինի, ու հիմա կարող է 3-ից 2 կոմբինացիան լրիվ ուրիշ կողմ դեպի հասկացա։ Հերոստատիտող Արման Մկրտչյանը հարցնում է. Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որ ասում եք, թե երկխոսությունը թույլ կտա իշխանափոխություն անել։ Ես նման բան չեմ ասել, երկխոսությունը թույլ կտա իշխանափոխություն անել, ես ասել եմ, որ երկխոսությունը եւ իշխանության այդ ես օրինակը դրա համար բերեցի 88 թվականի ինչ եղավ հայ երկսկզբից երկխոսություն կոմկուսի եւ բողոքող զանգվածի մեջ հա ահագին պայքարից հետո իհարկե հետո ֆորմալ իշխանությունը մնաց կոմկուսին իրական իշխանությունը ՀՇ-ի այսինքն այդ ժամանակ դեռ ոչ կուսակցությունն այլ ուղղակի շարժում իր ձեռքում էր այսինքն իրական իշխանությունը ազատության հրապարակում էր այդ ժամանակ դա քայլ էր, ես կարծում եմ համաձայն եք, այդ 88-ի շարժումը քայլ էր դեպի ժողովրդավարական երկիր, կարող առաջի քայլն էր, անկախությունը, հա, այդ ամենը առաջին քայլն էր, բայց դա քայլ էր, հիմա երկրորդ քայլը պետք է արվի, դա իշխանության վերարտադրության այդ դեմը առնելն է ուղղակի, այսինքն ինչքան իշխանությունը սկսի ժառանգաբար կամ ուրիշ կերպ վերարտադրվել փոխանցվել, ոնց կարող է խոսք գնա ժողովրդավարական, որովհետեւ բանի ինստիտուտի մասին բացարձակ իհարկե չի կարող։ Հիմա կա այդ նախադրյալը, այսինքն անկախ նրանից ով կլինի այդ անձը, ես նույնիսկ կարող եմ շնորհավորել հայ ժողովրդին, իրականում շնորհավորել, որ կա այդ դեմոկրատիայի սերմը գցված է հողի մեջ, այսինքն իշխանությունը դե ֆակտո ընդունեց, որ ինքը հավերժ չի, այսինքն ինքը առաջին անգամ նորագույն պատմության մեջ լսեց եւ պատասխանեց միտինգից այդ անկախ նրանից ով իշխանությունով չէ, թեկուզ ասենք ընդդեմ Վազգեն Մանուկյանի միտինգների ժամանակ այդ ավելի հետ գնանք վերցնենք այդ օրինակը առաջին անգամ իշխանությունը պատասխանեց միտինգից իրեն հնչող թեկուզ եւ ոչ ասենք շատ ճիշտ մեղադրանքներին թեկուզ հերքեց կամ ինչ-որ բան արեց առաջին անգամ Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը նստելու են իրար հետ երկխոսեն կարող ոչ մի բան չստացվի այդ երկխոսությունից բայց որ դա դրական քայլ է այսինքն այն ինչ որ միմյանց ասում են ընդդիմությունը ասում է հրապարակից իշխանությունը ինչ որ տարբեր իր երիտ կարիերիստների հա ասենք կամ ասենք չգիտեմ օրինակ լավ լուրջ քաղաքական ինչ-որ գործիչների միջոցով փորձում է պատասխանի հակադարձի բայց ոչ իր առաջին դեմքով այ հիմա այդ ամեն ինչը հնարավորություն կա կլոր սեղանի շուրջ ասել դու
դու ես մարդն ես, դու այս բանը պետք է փոխես երկում կամ ասել ոչ, չեմ կարող, որտեղ չգիտեմ, ասենք Ղարաբաղի հարց կա, այլ այդ երկխոսության ինքը փաստը արդեն քայլ առաջ է։ Դուք միաժամանակ քաղաքականությունից կտրվել հարցը Նաիրա Գրիգորյանն է հարցը։ Միաժամանակ իրականացնում եք տհաճ եթեր մրցանակաբաշխությունը։ Ինչ արդյունք տվեց այն եւ չեք կարծում, որ ոչինչ չի կարող օգնել, որ մեր եթերը չի կարող չլինել տհաճ։ Ես իմ հանձնական կարծիքումն է այդ եթերի հետ կապված, ես կարծում եմ հենց օրինակ Ամեկ պլյուսի վերադարձը իր որակական առումով մենք եթերից առաջ ես բան ասեցի հսկական փոփոխություն կմտցնի, բեկում կմտցնի հերոստա իրականության մեջ։ Հերոստա իհարկե նաև հնարավոր է որոշակի ինչ-որ կոսմետիկ փոփոխությունների վրա աշխատել, ասենք ինչ-որ X հերոստա հաղորդումը արդեն որ ժողովուրդը այստեղն է հասցրել, այդ ասենք օրինակ պահանջել որպեսզի դա փակվի կամ եւ այլն, բայց այո, համաձայն եմ Նաիրայի հետ, գլոբալ ինչ-որ փոփոխություն հերոստա իրականության մեջ այսօր հնարավոր չի, քանի որ ռահ գոյություն ունի, որը ասենք 7 տարին թե ինչքան տարին մի անգամ արտանում է, մի անգամ եւս հաստատում է, որ Ամեկ պլյուսը պետք է եթեր չգնա, ու նորից այնպես որ քնում է։ Հենց այդ առաջնահաճախ էր հրա այդ օրենք գոյություն ունի, որի խախտմանը դուք ականատես եք լինում բոլոր հեռուստադիտողները, ես ինքս հեռուստադիտող շատ վաղուց եմ նայում, հեռուստադիտողները բոլոր ականատես են լինում ամեն օր։ Այսինքն թե գովազդային բլոկների երկար լինելու հետ կապված, թե ոչ պատշաճ, ասենք, լեքսիկոնով կամ տեսարաններով լցված բանը ֆիլմերի հաղորդումներ ցուցադրել ցերեկային, համարյա այդտեղ կետ չկա այդ օրենքի մեջ, որը ոտնահարված չլինի, մենք ունենք մոնիտորինգային տվյալներ, կոնկրետ օրով ժամով հեռուստաալիքով, որը եթե ցանկանում եք կարող եք ներկայացնել, մի հատ դուք այդ ամեն ինչը հրապարակեք։ Շատ լավ։ Վերջին հարցը էլի հեռուստադիտողի, որոնք են երկխոսության էլի քաղաքական, դրական եւ բացասական ազդեցությունները քաղաքական դաշտում, եւ կան արդյոք բացասական ազդեցություններ։ Իհարկե կարող են լինել, ասենց ասեմ, ավելի տեխնոլոգիայի լեզվով արտադրեմ, կամ վտանգներ եւ հեռանկարներ, այսպես։ Բացասական դրական ազդեցությունները հիմա մի քիչ շուտ է գնահատել, ուրեմն վտանգը դա ժողովրդի դառը փորձն է, մեր հայ հասարակության դառը փորձն է, բազմաթիվ նման երկխոսություններ նույն ֆորմատով եղել են, բայց այդ երկխոսությունները եղել են, ասենք, բիզնես կվոտաների շուրջ, չգիտեմ, առանձնատների կամ չգիտեմ, պաշտոնների եւ այլների շուրջ են եղել։ Դա իհարկե վտանգ է իր մեջ պարունակում, այսինքն հերթական անգամ ժողովուրդը իրան խապված կզգա, եթե նման բան տեղ ունենա, որը ես չեմ կարծում, որ այստեղ ուրիշ խնդիր կա, այստեղ կա Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրը, որը ես չեմ ուղղակի որպես քաղաքական տեխնոլոգիա մասում չեմ կարծում, որ ինքը նման բանի կգնա, որտեղ ի վերջո ինքը առաջին նախագահն է եղել Հայաստան Հանրապետության եւ ուղղակի տրամաբանորեն չեմ պատկերացնում իրեն ինչ-որ բիզնես կվոտայի շուրջ կամ պաշտոնի շուրջ բանակցի գործող իշխանության։ Դրական կողմերը ես արդեն թվարկեցի, հենց ինքը փաստ է երկխոսության, ինքը քաղաքական process է երկխոսությանը։ Այս ես վստահ եմ, որ բոլոր քաղաքական ուժերը, բոլոր ամենաարմատական ընդդիմադիրից սկսած մինչև ամենաիշխանության համար պատասխանատուն, հա, բոլորը կողջունեն քաղաքական process-ների տեղափոխումը փողոցից, բախումներից դեպի կլոր սեղան, այսինքն դեպի լուծումներ, որտեղ սեղան, կլոր սեղանը ինքը արդեն նշանակում է դեպի լուծումներ։ Այդ կլոր սեղանի մոտ նրանք մեկը կարող է ասել հրաժարական տուր, մյուսը կարող ասել չէ, հրաժարական չեմ տալիս։ Հնարավոր է այդպիսի բան։ Իհարկե հնարավոր է։ Երկխոսության ելքը ոչ մեկ չի կարող կանխորոշել, ոչ մեկ։ Բայց արդեն փաստը, որ իշխանությունը իր բարձր դիրքից իր բարձր ասած աթոռից իջել է եւ ինչպես ես դասա շակերտավոր եմ ասում, հա, եւ փորձում է երկխոսության միջոցով ինչ-որ հարցեր պարզել, դա արդեն իսկ հենց ողջունելի է ու դրական է այդ փաստը հասարակության համար։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, մենք կհանդիպենք երկուշաբթի օրը, տեսություն։
Thank you.